Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք, ուսումնասիրելու ենք, այսինքն մեր շարունակությունը առակների գրքից 14-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 7-ից 9 համարները։ Ինչպես միշտ բոլորին քաջալերում ենք, երբ որ ստանում եք այս պատգամը, դուք ինքներդ դիտեք ամբողջությամբ եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ Տիրոջ արքայության համար դուք էլ նույնպես ձեր աշխատանքը եւ ջանքերը տրամադրեք, որովհետեւ ինչպես Տերն է ասում, գանձեր մի տիզեք այս աշխարհում, այլ երկնքի արքայությունում, այսինքն մեր համար կարեւոր է, որ մենք Տիրոջ գործը կատարենք Աստծո արքայության համար։ Հարգելիներս, այս պահին ես կցանկանամ, որ մենք ուղղակի ավելի աչալուրջ լինենք եւ հետեւողական լինենք մեր քայլերին եւ մեր արարքների եւ վարքերի վրա։ Կխնդրեի, որ մենք ուշադիր լինենք, որ չտրվենք եւ իսկապես ասած ուշադիր ու հմուտ կերպով մենք շարժվենք մեր հավատքի կյանքում։ Այս աշխարհում եւ այս վերջի ժամանակներում շատ խառնշփոթ վիճակներ է առաջացել աշխարհի վրա եւ հարկավոր է, որ մենք կենտրոնանանք Աստծո խոսքի վրա, որ լինենք կայուն ու Տիրոջ խոսքի վրա հիմնված լինենք։ Չտրվենք մենք իրադարձություններին եւ պարզապես սխալվենք կամ սխալ գործեր կատարենք։ Եկեք ուշադիր լինենք ու Տիրոջ կամքի վրա հիմնված լինենք։ Եկեք հիմա մի պահ աղոթենք ու անցնենք ուղիղ մեր սերտողությանը։ Տեր Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, ուղղակի փառք ու շնորհակալություն ենք հայտնում Հայր Աստված, շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ քո բոլոր տված բարիքների համար։ Այս պահին եւ այսօրվա համար Տեր, մեր այս սերտողության համար աղոթում եմ Տեր, որ դու օրհնես եւ օգնես եւ առաջնորդես մեզ ու իհարկե Սուրբ Հոգու միջոցով մեզ աշակերտես եւ դասավանդես քո խոսքերը։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես եւ օգնես Տեր, որ նրանք, որ ստանում են այս պատգամը, իսկապես իրանք օրհնվեն, զորանան եւ Սուրբ Հոգով լցվեն Տեր։ Աղոթում եմ այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Հարգելիներս, ինչպես ասացի, մենք ուսումնասիրելու ենք առակների գրքից, ուրեմն 14-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 7-ից 9 համարները։ Վերնագիրն է հիմար մարդուց հեռու է պետք մնալ։ Եվ շատ համապատասխան է վերնագիրը, որովհետև առակների գիրքը այսօրվա սերտողությունը մեզ սովորեցնում է, որ կա իմաստուն եւ կա հիմար մարդ, կա մարդ, որ մեղքի մեջ է թաթախված, հետեւաբար նրա ուղեղը քայքայված է, եւ կան մարդիկ, որ ուղղակի ուղեղները նրանց պարզապես պայծառակերպված շի Հիսուս Քրիստոսով, լուսավորված շի Հիսուս Քրիստոսով, եւ դրա համար էլ նրանք համարվում են հիմար եւ նրանց բոլոր քայլերը ձախողվում է։ Ուրեմն նրանք, որ Աստծուն իհարկե չեն ճանաչում, չեն հավատում ու ապաշխարած չեն, ինչպես որ ասացինք, նրանք Տիրոջը չեն ճանաչում, նրանք տրված են անարգ մտքին, ինչպես ասացինք, քայքայված այդ միտքը, ինչպես բազուն անգամ քարոզել ենք, մեղքը քայքայիչ հատկություն ունի, որպես հավատացյալ մենք պետք է աչալուրջ լինենք ու ամեն մարդու հետ չենք կարող քայլել։ Սա կարևոր է մեր համար, որովհետև երբ որ մտածում ենք մենք եւ հետեւում ենք Տիրոջ խոսքին, այսինքն ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, ասում է ինչ տեղ ունի, այսինքն խավարը լույսի հետ կամ լույսը խավարի հետ։ Ուրեմն մեր համար անհրաժեշտ է, որ մենք ուշադիր լինենք եւ ամեն մարդու հետ մենք չենք կարող մտերիմ լինել։ Օրվա մեջ մենք առնչվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, բայց իրականում մենք մտերիմ կարող ենք լինել միմիայն հավատացյալ Աստծո զավակների հետ։ Ում հետ որ քայլես, կամ իմաստուն ու հավատացյալ, այսինքն մարդ կլինի դա, որից կարող ես աստվածավայել վարքեր սովորել, կամ անաստված մի անձնավորության հետ, որ նույնիսկ կյանքդ կարող է լուրջ վտանգների ենթարկվի։ Փորձանքը կարող է ամեն
վարկյան հասնիքով վրա, եթե այսպիսի մարդկանց հետ շփվես։ Ուրեմն ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ունենք մենք ընտրություն։ Ընտրությունը տրված է շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ մեզ կարող են իրենք բերել Աստծուն ավելի մոտիկ եւ կարող ենք հակառակն անել ու շփվել այնպիսի մարդկանց հետ, որ մեզ հեռացնի Աստծուց։ Ու այսպես մենք պետք է ուշադիր եւ արթուն լինենք եւ լուրջ վերաբերվենք մեր հավատքի կյանքի հետ։ Եկեք ուրեմն կարդանք 7-րդ համարը 14-րդ գլուխ ու անցնենք սերտողությանը։ Գրած է անմիտ մարդուց հեռացիր, նրա շուրթերին գիտություն չկա։ Եթե մենք այս ամենը ինչ որ նոր ասացինք ու ավելի խորապես նայենք, գիտենք, որ Աստծո խոսքը պարզ գիտություն է մեզ տալիս։ Այսինքն ժողովրդական խոսք կա, որ ասում է ասա ով է ընկերդ, ասեմ դու ով ես։ Շատ բան է որոշվում ճիշտ մարդու հետ ընկերություն անելու հետ։ Ուրեմն, եթե նույնիսկ աշխարհիկ առումով մենք մեկնաբանենք, կտեսնենք, որ նույնպես աշխարհիկ առումով, այսինքն շատ օգտակար խոսք է, որովհետև գիտենք, որ շատերը տուժվում են սխալ մարդկանց հետ շփվելուց եւ մարդիկ կան, որ սովորում են իմաստուն, հմուտ, խելացի, իրանց դրամի հետ ճիշտ վարվող, կյանքի հետ ճիշտ վարվող եւ ընդհանուր առմամբ հաջողակ մարդիկ, ովքեր որ ոչ թե անեծք են, այլ օրհնանք են ձեր համար, մեր համար։ Ուրեմն շատերը տուժվում են, երբ սխալ շրջապատի մեջ են մտնում, կարող են նաև հանցանքներ գործեն ու խորտակեն իրենց կյանքը։ Այսինքն, իսկ նրանք, որ իմաստուն ու փայլուն մտքերով մարդկանց հետ են շփվում, կարող են առաջադիմել, քանի որ Աստծո խոսքը սովորեցնում է, որ երկաթը երկաթին է սրում։ Ուրեմն հարկավոր է խորը դատել, որպիսի միամտորեն թակարդը չընկնենք, եւ Աստված մեզ շատ բան ունի սովորեցնելու միամտության վերաբերյալ։ Տերը մեզ չի ուզում, որ մենք միամիտ լինենք։ Գիտեք, հավատքը անխելք լինելու հետ կապված չի։ Հավատքը մեզ ընդհակառակը սովորեցնում է, որ պետք է գիտություն ձեռք բերել եւ պետք է իմաստություն ձեռք բերել։ Աստծո խոսքը մեզ ամբողջությամբ սովորեցնում է թե Աստծո մասին գիտություն, թե ինչպես պետք է ապրել եւ նաեւ ասեմ մեղքի հետևանքը ու ամենակարևորը Աստծո մասին ենք սովորում։ Հին կտակարանը վկայում է Հիսուսի գալուստի համար, նոր կտակարանը սովորեցնում է հավատքի կյանքը ինչպես պետք է ապրել եւ Հիսուսի երկրորդ գալուստը։ Պարզապես այս բանաձևով ճշգրիտ sense ձևով չի, որտեվ հին կտակարանի մեջ նույնիսկ Հիսուսի երկրորդ գալուստի մասին էլ է խոսում, այսինքն միտքս այն է, որ Աստծո խոսքը ամբողջությամբ վկայում է մեր Տիրոջը եւ Տիրոջ մասին։ Ու դրա համար մեր համար կարեւոր է, որ մենք Աստծո խոսքը սովորենք, իմաստուն լինենք, հմուտ լինենք, ուղղամիտ լինենք եւ խորագետ լինենք, որպեսզի մենք ճիշտ ձևի ծառայենք Տիրոջը, քանի որ Աստծո արքայությունը պահանջում է խելացի եւ հմուտ մարդիկ։ Եթե սխալվենք, եթե տրվենք աշխարհի գաղափարներին, մենք կսխալվենք ու պարզապես կվրիպենք ու դրա հիման վրա մեծ սխալներ կգործենք։ Այսօր տարօրինակ չի, որ հոգեվոր հովիվները խառնվում են որոշ հարցերի վերաբերյալ եւ բերում են բավականին մեծ խնդիրներ, ուրանում են եւ կուրացել են, այսինքն իրենց առաջի առաքելությունից, որը Աստծո արքայության ծառաները լինելն է։ Եվ եթե մենք Աստծո ծառաներն ենք եւ երկնքի արքայության համար ենք մենք ծառայում, աշխարհիկ որևիցե բան մեզ չպետք է շեղի եւ պետքա խորը դատենք, որպեսզի մենք սխալ վարդապետությունների եւ աշխարհիկ փիլիսոփայություններին կամ գաղափարներին մենք չտրվենք։ Ուրեմն անցնենք երկրորդ համարին։ 8-րդ համարն ենք ուսումնասիրում, գրած է խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների իմաստությունը խաբեությունն է։ Գիտեք, սա շատ պարզ հասկացողություն ունի։ Հիմա անցնենք նրան մեկնաբանությանը։ Իմաստուն մարդը
իր սխալներից է սովորում, իսկ կարելի է ասել հանճարն էլ ուրիշների սխալներից։ Դրա համար Տերը մեզ տվել է առակների գիրքը, որ ականջ ունեցողը լսի ու սովորի։ Եթե ապրում ես քո կյանքում եւ անընդհատ նույն սխալներն ես գործում, կամ անընդհատ քո, այսինքն դասերը չես քաղում, չես սովորում, Աստծո խոսքը չես կարդում, որ հասկանաս առակների գիրքը մեզ ինչ ունի ասելու, եւ դրա հիման վրա մենք առաջադիմենք հավատքի կյանքում եւ ուշադիր լինենք եւ զգույշ լինենք երկու ոտանի գազանից։ Եվ ինձ թվում է բոլորի համար դա հասկանալի է, որ մարդը շատ վտանգավոր է, մարդը մեղավոր է եւ մարդուց ոչ մի լավ բան սпасելու չունենք մենք։ Դրա համար պետք է միշտ ուշադիր լինել եւ միշտ ձգտենք Աստծո խոսքը սովորել ու հասկանալ եւ առաջնորդվենք մենք Սուրբ Հոգով եւ ամենակարևորը մենք մեր սխալներից սովորենք, խնդրենք Տերը, որ մեզ տա երկնային իմաստություն եւ հոգու պարգև իմաստություն, որպեսզի մենք դրանով մեր կյանքը առաջադիմենք երկնքի արքայության ծրագրերի եւ գործերի համար։ Քանի որ գիտեք մեր բոլոր քայլերը կամ կվկայեն Հիսուս Քրիստոսին եւ կգբերեն մարդկանց մոտիկ Հիսուսին կամ հակառակը կկատարվի։ Եվ մեր համար դա ցանկալի չի, որ մենք մարդկանց Հիսուսին բերելու փոխարեն, այսինքն մենք ետ շպրտենք ու բրդենք մեր արարքներով։ Դրա համար հարկավոր է, որ ամենայն իմաստությամբ եւ ամենայն գիտությամբ մենք շարժվենք ու լրջությամբ Հիսուս Քրիստոսի համար եւ նրան ճիշտ ներկայացնելու համար։ Վերջի համարն էլ գրածը 9-րդ համարն ենք ուսումնասիրում, հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։ Եվ սա ինչ է նշանակում։ Գիտեք, հիմարների մեծամտությունը կամ մեծամտությունն ու հպարտությունը հիմարություն է եւ նրա կործանումն է բերում։ Չհասկացողը ծաղրում է հասկացողին, որովհետեւ մեղքը արդեն քայքայել է նրա ուղեղը։ Սա նաեւ ցույց է տալիս, որ մինչեւ Սուրբ Հոգին չներթափանցի քո մեջ եւ չբնակվի քո մեջ, այն ժամանակ քո կարծիքներով, գաղափարներով կարող ես ուղակի դու քո կործանումը բերես եւ նաեւ քեզ թվա, որ դու շատ ճիշտ ես ու ուրիշներին ծաղրես։ Ինչ կատարվեց Բաբելոնի աշտարակում։ Եթե մենք վերհիշենք այս օրինակը, որ Տերը մեզ տվեց այս իրադրության հետ կապված, գիտենք, որ մարդը իր մեծամտությամբ եւ հպարտությամբ որոշեց ապստամբի Աստծու դեմ, ծաղրեն Տիրոջը, հայոյեն Տիրոջը եւ դրանով էլ իրենք աշտարակ ստեղծեն Տիրոջը ուղակի հակառակ գնալու համար։ Եվ այսպիսի մարդիկ իրենց քայքայումն են բերում, իրանց կործանումն են բերում։ Հետևաբար բոլորին մենք քաջալերում ենք, որ ուշադիր լինել, Աստծո խոսքի մեջ լինել եւ Տիրոջ կամքին եւ Տիրոջ զորությունից հակառակ չգնալ։ Ուրեմն այսօր այսքանը հարգելիներս, աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի, միշտ եղեք Աստծո խոսքի մեջ, Աստված ձեզ օրհնի։ Ամեն։